Ապրիլի 15-ին տեղի է ունեցել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների եւ անվտանգության ոլորտի բարեփոխումներին ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որին մասնակցում էր ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Արփինե Սարգսյանը սերտ գործընկերության եւ շարունակական աջակցության համար շնորհակալություն է հայտնել Եվրոպական միության, ինչպես նաեւ Լիտվայի եւ Լատվիայի գործընկերներին, ընդգծելով ծրագրի իրականացման շրջանակում որդեգրած եռակողմ սկզբունքները։ Նախարար Սարգսյանի խոսքով ծրագրի եւ հայաստանյան թիմերի ամենօրյա ռեժիմով աշխատանքի շնորհիվ հաջողվել է ոչ միայն մանրամասն դիտարկել նախարարության կառուցվածքային յուրաքանչյուր միավորի գործառույթների շրջանակը, այլև վերաիմաստավորել դրանք եւ ամուր հիմք ձևավորել արդյունավետ ու երկարաժամկետ բարեփոխումների համար։ Իրականում գծագրված ծրագիրը եւ նաեւ հետագայում համատեղ ներդրված ջանքերը թույլ են տվել մեզ իրականում գաղափարական մակարդակից հասնել մինչև գործնական մակարդակ եւ յուրաքանչյուր գործողության մասով ունենալ հստակ պլանավորում, այն հասցնելով իր տրամաբանական ավարտին։ Մենք փորձել ենք չկորցնել ժամանակը եւ հասկանալով թե դրական փորձառությունը, թե նաեւ գործընկերների ունեցած խաղաց դասերը շատ ավելի արագ տեմպերով առաջ շարժվել, ինչը կարծում եմ տեսանելի է եւ հեռանկարային ծրագրերի նաեւ իրականացման տեսանկյունից առաջիկայում կբերի նոր շոշափելի արդյունքներ։ Խոսելով կոնկրետ ուղղություններով գրանցված արդյունքների մասին, Արփինե Սարգսյանը ներկայացրել է հանցավորության, ճանապարհատրանսպորտային պատահարների եւ զոհերի թվի նվազման վիճակագրական ցուցիչները, ինչպես նաեւ հանրային հարցումների արդյունքներով արձանագրված ոստիկանության աշխատանքի նկատմամբ հանրային վստահության աճը։ Նախարարը հույս է հայտնել, որ դրական արդյունքները թույլ կտան վերահաստատել ծրագրային շարունակականության հանձնառությունը։ Եվրոպական միության համար մեծ պատիվ է մասնակցել Հայաստանում իրականացվող ամենախոշոր բարեփոխումներից մեկին՝ ուղղված քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավմանը։ Ներքին գործերի նախարարությունն այս գործընթացում առանցքային դեր ունի, եւ մենք բարձր ենք գնահատում նախարար Սարգսյանի, նրա թիմի նվիրվածությունն ու ջանքերը։ Համագործակցությունը Լիտվայի եւ Լատվիայի գործընկերների հետ, ինչպես նաեւ վիզաների ազատականացման գործընթացը ցույց են տալիս, թե որքան արդյունավետ է եղել համատեղ աշխատանքը։ Միգրացիոն հոսքերի, ինչպես նաև սահմանային կառավարման գործիքակազմերին եւ այլ ուղղություններով իրականացված աշխատանքներին ու փորձի փոխանակմանն է անդրադարձել Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչը։ Այսօր մենք նշում ենք մի կարևոր ձեռքբերում, որը 2 տարվա համատեղ աշխատանքի եւ վստահության վրա հիմնված արդյունավետ համագործակցության ապացույցն է։ Այս ծրագիրը օրինակ է, թե ինչի կարելի է հասնել համատեղ ուժերով, փոխանակելով ռեսուրսներ, գիտելիք եւ նվիրում։ Համագործակցության հնարավոր ուղղություններին ու շարունակական զարգացմանն է անդրադարձել Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը։ Այս ծրագիրն արդեն իսկ հաջողված պատմության օրինակ է։ Մեր հանձնառությունը Հայաստանի Հանրապետության բարեփոխումների օրակարգին շարունակում է մնալ թիվ 1 առաջնահերթություն։ Ելույթներ են ունեցել նաև Վրաստանում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էդիտե Մեդնեն, Լիտվայի Հանրապետության ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալության միջազգային զարգացման համագործակցության ծրագրերի բաժնի պետ Ռուտա Գրիգալյունյենեն, Լատվիայի ազգային ոստիկանության պետի տեղակալ Նորմունդ Գրուբիսը։ Ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությամբ են կիսվել ծրագրի 3 բաղադրիչների միջազգային փորձագետներ Թոմաս Բիկմանասը, Արտուրաս Կեմեժիսը եւ Գիեդրիուս Գենյուշասը։ Ամփոփիչ ելույթներով հանդես են եկել նաև այլ հյուրեր։ Միջոցառման ավարտին տեղի է ունեցել մեդալների ու շնորհակալագրերի հանձնման արարողություն։ Նույն օրը հյուրերը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հարգանքի տուրք էր մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ Նրանք եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտում ծանոթացել թանգարանի ցուցադրություններին։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին ապրիլի 11-ին ժամը 22:10-ին Երևանի Սայաթ Նովայի պողոտայում իր բնակության հասցեի մոտ իրավապահները ձերբակալեցին Telegram սոցիալական հարթակում գրանցված էջերի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու մեջ կասկածվող 30-ամյա տղամարդու։ Այդ պահին նրա հետ էր նաև 26-ամյա երիտասարդ, որը դիմեց փախուստի, ինչը
սակայն կարճ տևեց։ Երկուսն էլ տեղափոխվեցին համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին։ 30-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերված ծխախոտի տուփի մեջ կար զիպ փականով տոպրակ, լցված կոկային տեսակի թմրամիջոցի նմանվող 10 գրամից ավելի փոշենման զանգվածով։ 26-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց ապակե կաթուցիչ տեղնականաչավուն զանգվածով։ Կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածները ներկայացվել են Կենտրոն եւ Նորք մարաշվարչական շրջանների քննչական 2-րդ բաժին։ Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արմավիրի մարզի Արաքսգյուղի բնակիչ 72-ամյա տղամարդը խախտելով ընդերքի օգտագործման պահանջները առանց պետական հաշվառման եւ գրանցման իրացնելու նպատակով արդյունահանել է ավելի քան 2000 խորանարդ մետր ավազակոպճային խառնուրդ ու գլաքար, պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս։ Ապրիլի 8-ին համայնքային ոստիկաններն այցելել են Արաքսգյուղ ու հայտնաբերել ապօրինի արդյունահանված ավազակոպճային խառնուրդ բեռնված խոշոր բեռնատար, որը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նման մի տեղեկություն էլ Վաղարշապատի համայնքային ոստիկաններն իրացրին հաջորդ օրը։ Ստուգայցի ընթացքում նրանք պարզել էին, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն Արմավիրի մարզի ապագա գյուղի տարածքում առանց լեռնահատկացման թույլտվության, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացության բացակայությամբ նախատեսված սահմաններից էական շեղումներով ու սահմանվածից ավելի խորությամբ իրականացնում է ավազակոպճագլաքարային խառնուրդի արդյունահանում։ Ապրիլի 9-ին իրավապահներն այցելել են տարածք, բեռնատարի 4 վարորդ եւ ՍՊ ընկերության 5 աշխատակից ձերբակալվել են։ Պարզվել է, որ արդեն տևական ժամանակ ապագա գյուղի տարածքում արդյունահանումից հետո ավազակոպճագլաքարային խառնուրդը տեղափոխվել է Արաքսգյուղում գտնվող վերամշակման կետ, որից հետո էլ իրացվել է, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս։ Ավազակոպճագլաքարային խառնուրդով բեռնված 4 բեռնատար եւ այլ տեխնիկա տեղափոխվել է համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Անչափահասների հետ աշխատանքը համայնքային ոստիկաններից պահանջում է բազմաթիվ հմտություններ, ինչպես հոգեբանական, այնպես էլ իրավական տեսանկյունից։ Հենց այս կարողությունների զարգացմանն էր միտված ապրիլի 10-ին մեկնարկած համայնքային ոստիկանության ծառայողների գործունեության իրավական հիմքերը խորագրով երրորդյա վերապատրաստումը։ Վերապատրաստումը իր բնույթով աննախադեպ է, ինչ առումով, որ վերապատրաստմանը մասնակցում է ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը։ Ղեկավար կազմը առաջի անգամ է վերապատրաստում անչափահասների հետ տարվող աշխատանքների մասով։ Վերապատրաստումը լավ հնարավորություն է ընձեռում համայնքային ոստիկանին ծանոթանալու ՅՈՒՆԻՍԵՖ-ի փորձագիտական թիմի կողմից մշակված ոստիկանության արձագանքը երեխայի նկատմամբ բռնության եւ անչափահասի կողմից իրավախախտման դեպքում ձեռնարկին որպես աշխատանքային ուղեցույց գործնականում կիրառելու համար։ Համայնքային ոստիկանության ղեկավար կազմի համար այս վերապատրաստումը 3 հիմնական ուղղություններ է ընդգրկում։ Դա իրավական դրույթներն են, որոնք վերաբերում են երեխաների հետ աշխատանքի առանձնահատկություններին, դա երեխաների հետ աշխատանքի հոգեբանական առանձնահատկություններն են առանձին մասով եւ թմրանյութերը կախվածությունը եւ այդ ոլորտում երեխաների հետ աշխատանքի յուրահատկությունը։ Վերապատրաստման ծրագիրը առաջիկայում ընդլայնվելու է եւ որպես մոդուլ կկիրառվի ներքին գործերի նախարարության կրթահամալիրում ոստիկանների վերապատրաստման համար։ Այս քննարկումները, հանդիպումները շատ մեծ նշանակություն ունեն հետագա մեր գործունեության ընթացքում երեխաների բռնության, նրա հետևանքների կանխարգելման բացահայտման հետ կապված։ Ինտերակտիվ քննարկումները, խմբային աշխատանքները եւ փորձի փոխանակումը թույլ են տալիս մշակել աշխատանքային ընդհանուր կանոններ բռնության դեպքերին արձագանքելու եւ կանխարգելելու համար։ Խոսքը այստեղ ոչ միայն պրակտիկ գործողություններ սովորելու մասին է, խոսքը երեխայակենտրոն մոտեցումներ սովորելու մասին է եւ այստեղ արդեն շատ կարեւոր է, որպեսզի իսկապես ղեկավար կազմը կարողանա համապատասխան մշակույթը ներդնել համայնքային ոստիկանության բաժանմունքներում, որպեսզի նաեւ աշխատակիցները կարողանան պատկերացնել, որ իրենց առօրյա գործողություններում այդ մոտեցումները իսկապես ողջունելի են, իսկապես կարևոր է։ Վերապատրաստումը կազմակերպվել է ներքին գործերի նախարարության եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ Միացյալ Թագավորության ֆինանսավորմամբ։